Օրենքը սուրբ է, օրենքը հոգևոր է։ Սա Պողոս առաքյալի բնութագրումն է։ Եվ պատճառն այն է, այսինքն օրենքի սուրբ եւ հոգևոր լինելը պատճառաբանվում է նրանով, որ օրենքը աստվածային հատկություն ունի, աստվածատուր է։ Մի պարզ հայացք նետենք մեր շրջապատող աշխարհին, կտեսնենք, որ երկիր մոլորակը ամբողջ այս մոլորակային համակարգի մեջ եւ ամբողջ տիեզերքում գտնվում է օրենքի դաշտում։ Այսինքն կարգավորված աշխարհում ենք մենք ապրում։ Հետևաբար, երբ մենք նայում ենք արարչագործության պատմությունը, տեսնում ենք, որ ոչ միայն Աստված ստեղծել է երկիր մոլորակը, երկիր մոլորակի բնակչությանը, կենդանական աշխարհ, բուսական աշխարհ, այն ինչ որ մենք տեսնում ենք, մարդկություն, այլ նաև ստեղծել է օրենքը։ Երկիր մոլորակը կամ արարչագործությունը քաոսից է գնում դեպի ձևավորված, կարգավորված աշխարհ։ Իսկ քաոսը կարգավորվում է սահմանափակումներով, ասել է թե օրենքներով, ասել է թե օրենքը արդեն արարչագործության մեջ ստեղծվում է եւ այն բոլոր գյուտերը, որ մարդկությունը նվաճում է, անում է, Նյուտոնի օրենքները, Արքիմեդի եւ այլն, սրանք բոլորը արդեն ստեղծված են, դրված են, արարչահաստատ են։ Եվ ընդհանրապես մենք բացահայտել ենք եւ դեռ առաջիկայում ինչքան օրենքներ կբացահայտենք։ Բայց այն արարածները, որոնք առաջնորդվում են այս տիեզերական օրենքներով, սրանք իրավական արժեք չունեն, որովհետեւ այս օրենքները անշեղորեն կատարվում են։ Իրավական արժեք ունեն այն օրենքները, որոնք տրված են մարդուն եւ առնչվում են մարդու ազատությանը, ընտրությանը, բանականությանը։ Ուրեմն մարդու ամենամեծ արժեքը, որ տեղավորվում է Աստծո պատկեր այդ արտահայտության մեջ, որ մարդը ստեղծվեց Աստծո պատկերով եւ կոչված է նմանվելու իր արարչին, պայմանավորված է նրանով, որ մարդը ունի ազատություն եւ մարդը ունի բանականություն։ Եվ այն արարքն է կոչվում բարոյական, որ կատարվում է ազատ եւ կատարվում է մտածված, այսինքն աշխատում են մարդու ազատությունն ու բանականությունից երկու արժեքները։ Հիմա հնազանդվել օրենքին մեզ առաջին հայացքից թվում է սահմանափակում մեր ազատությունից։ Ճիշտ է։ Իդեպ այսպիսի մի արտահայտություն կա մեր սահմանադրության մեջ եւ նաեւ տարբեր երկրների սահմանադրությունների մեջ դատավորի հետ կապված, որը շոշափում է նրա անկախությունը, բայց միևնույն ժամանակ նրա ենթակայությունը։ Դատավորը անկախ է եւ ենթարկվում է օրենքին։ Ուրեմն կողք կողքի դրված է անկախության գաղափարը եւ օրենքին հնազանդվելու գաղափարը։ Եվ սրանք տարբեր բաներ չեն։ Սրանք իրար լրացնում են, իմաստ են հաղորդում։ Ուրեմն չկա անկախություն առանց օրինապահության, չկա օրինապահություն առանց ազատության։ Սուրբ գրքում մի արտահայտություն կա, որը հակաքրիստոնյաների, կարելի ասել Աստծո դեմ մարտնչողների կողմից շատ հաճախ չարաշահվել է եւ դրանով նաեւ մեծ հասարակություններ են մոլորեցվել, դրանով հասարակարգ է ստեղծվել, տասնամյակներով ապրել են, դա այն է, երբ ասվում է Աստծո ծառա։
Հիմա երբ մարդը Աստծո ծառա է, կան թարգմանություններ, որ նաև գրում են Աստծո ստրուկ։ Հիմա սա հարված է մարդու ազատությանը։ Գաղափարախոսություններ կան, որ ասում են այո, եթե մարդը Աստծո ծառան է, նշանակում է ինքը ազատ չէ։ Հետևաբար քրիստոնեությունը ազատության կրոն չէ։ Հետևաբար քրիստոնեությունը մարդուն տանում է ծառայեցման, ստրկացման։ Ինչպես էին փաստարկում այս գաղափարը, որ քրիստոնեությունը մարդուն տանում է դեպի ստրկացում, ծառայեցում։ Բացատրում էին նրանով, որ արգելված պտուղը բարու եւ չարի գիտության ծառից հենց գիտության արգելքն է, հետևաբար նաև ազատության։ Մինչդեռ տարական գիտելիքը, կրթությունը, աշխարհ ճանաչողությունը ցույց է տալիս, որ հենց քրիստոնեական քաղաքակրթության մեջ են գիտությունները զարգացել։ Հետևաբար քրիստոնեության գործադրման տարածքները, քաղաքակրթությունը, եկեղեցիները չէին կարող գիտության զարգացման արգելքներ։ Մի պարզ հայացք միայն մեր եկեղեցու պատմությանը, պարզ երևում է, թե մեր եկեղեցում ինչքան մեծ տեղ է հատկացվել բժշկագիտությանը, ուրեմն աստղագիտությանը, տարբեր ուրեմն նվաճումներին եւ արևմտյան նվաճումներն են նաեւ ֆիլտրացված փոխադրվել եւ դարձել են մեր սեփականությունը գիտական նվաճումները։ Բայց քանի որ պետք է մոլորեցնել հասարակությանը, հասարակ կարգ հիմնելու եւ իշխելու համար օգտագործում էր։ Օրինակ խորհրդային շրջանի սկզբնական այդ հատվածում նույնիսկ դպրոցում այբուբեն սովորեցնելու համար կրկնել էին տալիս հետեւյալ արտահայտությունը. մենք ստրուկ չենք մենք, ռուսերենով է դա ասվում։ Նկատի ունենալով Աստծո ծառա լինելու գաղափարը։ Մինչդեռ Սուրբ Գիրքը պարզ մեզ ցույց է տալիս, որ մարդը ազատ էր ոչ միայն Աստծո տված արգելված պտուղը խախտելու, իհարկե Աստված սիրող հորպես մատնանշել էր հեռանկարը եւ ասել էր ընտրի կյանքը այս ճանապարհով է։ Նա տանում է դեպի մահ, տանում է դեպի կործանում, հողեիր եւ հող պիտի դառնաս։ Քեզ տրված ամենամեծ բարիքը աշխատանքը վերածվելու է չարիքի, տառապանքի։ Նույնիսկ արդյունք չես ստանա։ Եվ այլն։ Բայց հիմա հուշում է արվում։ Չեք մեռնի նախ։ Եվ երկրորդը, երբ ուտեք արգելված պտուղը, ձեր աչքերը կբացվեն եւ դուք կճանաչեք չարն ու բարին։ Ուրեմն ճանաչել ինչ որ մի բան սուրբ գրային ընկալման մեջ նաև ունի ոչ միայն մտավոր մակարդակի վրա ճանաչման իմաստ, այլ նաև յուրացման իմաստ, սեփականացնելու իմաստ, հարելու իմաստ, եթե կուզեք։ Այսինքն գործել մի բան ճանաչելու իմաստով նշանակում է այդ ճանաչածը դարձնել սեփականություն։ Եթե բարիքն ես ճանաչում, բարիքը դառնում է քո սեփականությունը։ Չարիքն ես ճանաչում, չարիքն է դառնում քո սեփականությունը։ Արդյունքը մենք տեսանք։ Աչքերը բացելու, մեծ իմացականություն, գիտություն ձեռք բերելու դիմաց ընդամենը ճանաչեցին, հասկացան, որ մերկ են, այսինքն որ խախտվել է իրենց անմեղության նշանը։ Եվ այն, ինչ որ իրենց համար, մարդու համար անմեղության նշան էր, դարձավ ամոթի գայթակղության նշան եւ ծածկվեցին արագ։ Արդեն իսկ մենք արարչագործության պատմության մեջ տեսնում ենք, որ Աստված նաեւ մարդուն որոշ գիտելիքներ տալիս է։ Տանում է, որպեսզի կենդանիներին ճանաչի եւ անուններ դնի։ Եվ ասում է մարդը ինչ անուն դրեց որևիցե կենդանուն, դա էլ մնաց։ Կենդանաբանության առաջի դասը, եթե կուզեք, բացատրում է, թե ինչ պիտի ուտեն։ Եվ ասում է ծառը իր մեջ
պտուղ է պարունակում, այդ պտուղը սերմ է պարունակում։ Բուսաբանության դաս է։ Իսկ ինչ գիտության արգելք։ Հետևաբար չարի եւ բարու գիտության ծառից այդ պտուղը քաղելու, ճաշակելու արգելքը չարին հարելու արգելքն էր։ Աստծուն անհնազանդ գտնվելու եւ չարի տիրապետության տակ հայտնվելու արգելք էր։ Հետևաբար նաեւ ազատությունը կորցնելու։ Որովհետեւ երբ դու Աստծո ծառա ես ուզում լինել, որը հավասարազոր է որդիության, որդին ծառա չի կարող լինել, ապա դառնալու ես չարի ստրուկը։ Մարդու ազատությունը ուղիղ համեմատական է Աստծուց կախվածության։ Ինչքան մենք Աստծուց ավելի կախված ենք, այնքան ավելի ազատ ենք։ Ինչքան Աստծուց ազատագրված ենք, այնքան գտնվում ենք մեղքի չարին հարելու տիրապետության տակ, հետևաբար ստրկության մեջ։ Իդեպ սա լավ բացատրվում է հետո 10 պատվիրաններով։ 10 պատվիրանները արտաքինից մարդուն տրված օրենքների պարտադրանք չէ։ Այդ մի կեր սահմանափակումը դրախտային իրականության մեջ գրված էր մարդու ներաշխարհում, նա իր բնական իրավունքն էր եւ ուներ դրսևորում, այսինքն գրված չէր արտաքինից պարտադրված մարդուն, գրված էր ներսում։ Եվ խախտել այս ներքին օրենքը, որ մարդու մեջ դրված է, նշանակում է նաև խախտել սեփական բնությունը, խորթանալ մարդկային բնությունից։ Հեռանալ Աստծուց նշանակում է խորթանալ նաև մարդկայնությունից, սեփական։ Եվ որքան մենք հեռանում ենք Աստծուց, այնքան ավելի ապամարտկայնանում ենք։ Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան ավելի մարդկայնանում ենք։ Եվ հասարակական արդեն հարաբերությունների պայմաններում տրվեց 10 պատվիրանները կամ բնագրի բառերով Աստծո 10 խոսքերը, որոնք մենք անվանում ենք տասնաբանյա պատվիրաններ։ Եվ երբ ուսումնասիրում ենք այդ բոլոր պատվիրանները, տեսնում ենք ընդամենը այդ 10 պատվիրանները այս մի կեր պատվիրանի բացվածքն է։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Երբ մարդը ճաշակեց արգելված պտուղը, հետևապես անհնազանդ եղավ Աստծուն, դրանով ընդունեց չարի տիրապետությունը, այսինքն ընդունեց այն ինչ-որ պատկերավոր, կոդավորված օձը իրեն ասեց, հետևապես հարեց օձին։ Հիմա առաջի պատվիրանը ինչ է ասում։ Ձեզ համար ուրիշ աստվածներ չունենաք։ Խախտեց պատվիրանը Աստծո անունը տալով։ Եվ Աստծո տված պատվիրանը սխալ շարադրելով։ Ինչ է ասում երկրորդ պատվիրանը։ Աստծո անունը զուր տեղը չտաք։ Մարդ հարաբերության մեջ ինչ տեղի ունեցավ։ Պատվիրանախախտումից հետո առաջի սպանությունը տեղի ունեցավ եղբայրների միջև։ Ուրեմն պատվիրանը ինչ է ասում՝ մի սպանիր։ Եվ սրանով ցույց է տալի, որ որևիցե սպանություն եղբայրասպանություն է։ Յուրացրեց այն ինչ որ իրենը չէր։ Մի գողացիր։ Խախտեց կամ մեղք գործեց ճշմարտության դեմ։ Հարցաքննության կարիք չկար։ Աստված գիտեր ինչ են արել, բայց բերեց հարցաքննության։ Ինչու՞։ Որպեսզի մարդը իր արարքը դատի։ Եվ մարդը իր արարքը դատեց ճշմարտությունը խեղաթյուրելով։ Մեկը մյուսի վրա պատասխանատվությունը նետեցին։ Եվ դրանով մեղանչեցին ճշմարտության դեմ։ Իսկ ճշմարտությունը ո՞րն էր։ Իրենք ուզում էին դա։ Ճշմարտությունը սա էր։ Հիմա պատվիրանը ինչ է ասում։ Սուտ վկայություն մի տուր։ Մի մեղանչի ճշմարտության դեմ։
Բայց այս բոլոր պատվիրանների մեջ մի պատվիրան կա, որը շատ հստակ բացատրում է, թե ինչ է նշանակում ճշմարիտ հնազանդություն։ Որ դեպքում է մարդը հնազանդությամբ ազատություն ձեռք բերում, որ դեպքում է մարդը հնազանդությամբ ստրկություն ձեռք բերում կամ ստրկության գնում։ Դա կուռքեր կերտելու արգելքի պատվիրանն է։ Ինչ է ասում։ Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ ջրերի մեջ, որևիցե մի բանի նմանողությամբ քեզ համար կուռքեր չպատրաստես եւ չծառայես, այսինքն պաշտամունք չմատուցես։ Խնդիրն այն է, որ այս պատվիրանով նաեւ դրվում է արգելք Աստծուն պատկերելու, Աստծուն պատկերացնելու, Աստծուն դարձնելու կոփածո, որովհետև Աստված հոգի է, Աստված չի նյութականանում։ Մենք կարող ենք նաև Աստծուց կուռք պատրաստել, երբ Աստծուն սխալ ենք պատկերացնում, սխալ ենք պատկերում։ Եվ դա երկրորդուն օրինացում Մովսեսը շատ հստակ Աստծո անունից փոխանցում է ժողովրդին։ Շատ հստակ։ Ինչ է ասվում։ Չափազանց զգուշ եղեք։ Այն օրը, երբ Տերը Քորեբ լեռան վրա կրակի միջից խոսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։ Անօրենություն չանեք կուռքեր ստեղծելով որևէ կերպարանքով։ Ուրեմն դուք Աստծո կերպարանքը չտեսաք, հետևաբար մի կերպարանավորեք։ Դարձյալ մյուս տեղում չասեց հանկարծ, թե այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նույնն էլ ես անեմ Տիրոջը։ Ուրեմն Տերը հավասարազոր չէ մյուս կուռքերի հետ։ Եվ երբ մենք չենք պատկերում Տիրոջը, որտեվ որևիցե պատկեր էության խեղաթյուրում է նշանակում, եւ սա միայն Աստծուն չվերաբերում։ Նյութական աշխարհը բարիք է, որ տրված է մարդուն։ Բայց մենք երբ այն սխալ ենք պատկերացնում, սխալ ենք ընկալում եւ սխալ ենք գործադրում, սա դառնում է մեղք կամ մեղքի առիթ։ Նույնը վերաբերում է դրամին, հարստությանը։ Որ բարիքը մեր սխալ պատկերման եւ գործադրման արդյունքում վերածվում է մեղքի։ Հետևաբար այս պատվիրանը մեզ ասում է, եթե դուք ճշմարիտ կերպով եք աստվածապաշտ եւ պահում եք Աստծո պատվիրանները, որոնք իրականության մեջ ոչ այլի չեն, քան ձեր մեջ դրված բնական իրավունքն ու սահմանափակումները, այդ դեպքում դուք ազատություն եք վայելում։